Ձեր կարծիքով Հայաստանին ինչպիսի ղեկավար է պետք։ Մտածի ժողովրդի մասին, Հայաստանի մասին, էլ Հայաստան չի մնացել։ Ժողովրդի մասին պետք է մտածող լինի, կյանքիդ մեռնի։ Մեզ պետք է հզոր ղեկավար, ուժեղ, հզոր, որ ամեն ինչը տեղին դնի, Հայաստանն էլ 4-0, 15-0 պահի ու պահպանի։ Եվ ամեն ինչը բերի իր տեղը։ Մենք որ ուժեղ ղեկավար ունենանք, ամեն ինչն էլ իր տեղը կլինի։ Հայրենիքի ղեկավարը պետք է լինի ծանրակշիռ մարդ, առաջի հերթին, կարգված, նրա բերանից պետք է լինի չափազանց սարպազան խոսքեր, քաղաքավարի խոսքեր, խրատական խոսքեր, իմաստուն խոսքեր, որ մեկնան շատ բան, հայրենասեր մարդալ է, հայրենասեր, ոչ թե փողասեր, ղեկավար լինի, որ սրտացավ լինի, ոչ թե միլիարդներ դզի, դու հայրենիքը ծաղկացնի, հայրենիքի համար, այդ ձևը ղեկավար եմ ուզում։ Իհարկե ղեկավար պետք է, որ ժողովրդի հոգսերը իմանա եւ բարելավի իրենց վիճակը։ Դա կարևոր է, բա ինչի համար է։ Ղեկավարը եթե իր ժողովրդի հոգսերով չիմանա, թե ինչ պետք է ժողովրդին, ինչ պետք չէ, որը ճիշտ է, որը սխալ է, որ ուղղությամբ գնամ, որ ուղղությամբ չգնամ, դա պետք է իմանա։ Մեզ հայ ղեկավար պետք չի։ Հայասեր ղեկավար է պետք։ Ազգանունը յանով գրվում է, կապ չունի։ Եթե հայ չի, հայրենասիրություն չունի, նա չի իմանում ինչ է նշանակում իր հայ մարդը, որ դարերով պահել է իր գնացել եկեղեցու վրա մոտ եկեղեցին է մեզ պահել։ Եթե եկեղեցին չլիներ, ուր են աստորիներից կարող է մեզնից վատ մարդ են եղել։ Ոնց վերացավ այդ պետությունը։ Աշխարհի հզորներից մեկն է եղել։ Ոնց վերացավ։ Իսկ դու եկել ես քո եկեղեցին որ պահել է սաղ ժողովրդին, այսօր մենք հասել ենք եկեղեցին է մեզ պահել, մեր միաբանություն եկեղեցին է եղել։ Կամ ուժեղ պետք է ժողովրդի մասին մտածող, հայկական շահը հետապնդող, որ չկա էլի սենց թրջված կանի ուրիշ ղեկավարների դեմ չկարողանա խոսա։ Իմանա ինչ է խոսում, ինչի համար է խոսում։ Այդ դրա համար փորձված մարդ է պետք, որ այն որ ասում է կրակն ու ջուրը եւ այլ բաները անցածնի իր բանով էլի ինքը իր կյանքում անցածնի թե չէ դառնում է ոնց որ դառել ենք փորձադաշտ մեկը էս առաջարկում մեկը այն առաջարկում գնա սրանը դրի սրանը գնա նրան դրի այն դրանք ավելի շուտ ջահելները չեն անցնելու նրա համար որ անցած ճանապարհ չունեն չեն անցել փորձ չունեն իսկ մենք այդ ժամանակը չէ էլի արդեն որոշում է Հայաստանի հարցը կարելի ասած Սարդարապատ ոչ թե Սարդարապատ առաջինը գիտենք, ձեր կուզրահով են գնացել, իսկ հիմա պիտի գնաս ընտրատոքերի մոտ ուղղակի մասնակցես, ակտիվ մասնակցես, քո խոսքը ասես։ Դրա համար որոշում է մեր հարցը, էլի, ընտրության ժամանակ։ Ես գիտես ի ձևի ղեկավար եմ ուզում, Պուտինի նման ղեկավար եմ ուզում։ Եթե իհարկե էսի միացներ Պուտինի հետ, հենց Պուտինն էլ ղեկավար էր։ Իրանը մենակ Պուտինին կուզենայի, ուրիշ ոչ մեկին։ Հա, շատ լավ էլ իր երկիրը պահում է, ինչ որ այա պահում է։ Կուզեի որ ռուսը մտներ իմ հետ ապրեր, ես կուզեի Ռուսաստանը այս բոլոր ամեն ինչ իշխեր, ասա խի, մանրագետ մարդ եմ, բայց ասեմ խի, քան թուրքը։ Վերջում էսի դառնալիա Աստված ոչանի, Աստված ջան, բերանոց չորանը մուսուլմանական երկիր է էսի դառնալու, ինձ այտենց է թվում։ Ես կուզեի Ռուսաստանի հետ մնայի, քան Թուրքի։ Մեզ պետք է հայրենասեր, առաջին հերթին հայրենասեր, երկրորդը անձնական շահը երբեք չգերադասել պետական շահերից եւ ազգի շահերից։ Այդ մեկ էլ լինել հոգատար իհարկե ժողովրդի նկատմամբ։ Եթե այդ մարդը այդ նման հատկություններ ունի, նա կլինի ժողովրդի սիրելին եւ ժողովրդի հարգելի մարդը։